հանձնաժողովի լիազորությունները կոռուպցիա կանխարգելման ոլորտում վիճակագրության վարման եւ արդեն դրա իրականացման գործընթացը օրենսդրական կարգավորումների տեսանկյունից հանձնաժողովի գործունեությունը կարգավորող օրենքով կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով հանձնաժողովին վերապահված է բարեվարկության համակարգի տարրերի, այդ թվում անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների պահպանմանը հետևելը եւ միաժամանակ դրանց խախտումների վերաբերյալ վիճակագրության վարումը եւ դրա հրապարակումը, միաժամանակ հանրային իշխանության առանձին մարմիններում հանրային ծառայության մասին օրենքով բարեվարկության հարցերով կազմակերպիչներին վերապահված է տեղում արդեն վիճակագրության վարումը եւ տվյալների ներկայացումը հանձնաժողով։ Այս իմաստով հանձնաժողովը նախկինում ակտիվ համագործակցել է աշխատել է բարեվարկության հարցերով կազմակերպիչների հետ եւ տարեկան կտրվածքով ստացել է մարմինների վիճակագրությունը կապված բարեվարկության համակարգի տարրերին առնչվող խախտումների հետ։ Միաժամանակ վիճակագրության վարման ընդհանուր process-ը ավելի կանոնակարգված դարձնելու նպատակով 2024 թվականին հանձնաժողովը համագործակցություն է հաստատել վիճակագրական կոմիտեի հետ եւ արդեն 2024 թվականին համագործակցության արդյունքում մշակվել եւ հաստատվել է կոռուպցիա կանխարգելման ոլորտում թվային վիճակագրության վարման մեթոդաբանական ուղեցույցը։ Սա նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության պահանջներից էր նման վիճակագրության վարման կառուցակարգերի ներդրումը, արդյունքում արդեն 2024 թվականի տարեկան վիճակագրությունը հավաքագրվել է մեթոդաբանության համապատասխան եւ մեթոդաբանությունից բխող համապատասխան հարցաշարերի ներկայացման միջոցով։ Նախ պիտի նշեմ, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակից գերատեսչություններ, ովքեր որ վիճակագրություն են ներկայացրել, տվյալներ են ներկայացրել, դրանց թիվը այապես ավել է եղել։ Նախորդ տարի շուրջ 30 գերատեսչություն է մասնակցել հարցմանը, միաժամանակ արդեն 2024 թվականին դրանց թիվը եղել է 84, ընդ որում այդ թվում նաեւ համայնքապետարաններն են ներկայացրել համապատասխան վիճակագրական տվյալներ։ Հարցերը հիմնականում վերաբերում են բարեվարկության համակարգի առնչությամբ ներքին կանոնակարգումների, այդ թվում վիճակագրության վարման ներքին կարգավորումների առկայությանը, բարեվարկության համակարգի տարրերի խախտումների քննություններին, օրինակ մարմինի ներսում քանի ծառայական քննություն է իրականացվել, դրանց արդյունքները, ծառայական քննությունների որ մասն է կարճվել կամ եթե եղել են դրանց մերժման դեպքեր, որ մասն է մերժվել, այսինքն ընդհանուր առմամբ բարեվարկության համակարգի տարրերի խախտումներին առնչվող ամբողջ տեղեկատվության ստացման նպատակով է իրականացվում հարցումները։ Դրանք իրականացվում են էլեկտրոնային ձևաթղթերի միջոցով, այսինքն առցանց եղանակով լրացվում են տվյալ մարմինների կողմից եւ արդյունքները գնահատվում են արդեն հանձնաժողովում։ 24 թվականի վիճակագրության ամփոփումը հրապարակված է, այն հրապարակվել է հանձնաժողովի գործունեության տարեկան հաղորդման մեջ որպես առանձին բաժին եւ միաժամանակ բարեվարկության համակարգի վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցում, գիտեք, որ հանձնաժողովը նաեւ առանձին հենց բարեվարկության վիճակի գնահատում է անում, որի վերաբերյալ համապատասխան զեկույց է հրապարակում եւ զեկույցի շրջանակներում վիճակագրության վարման ամբողջ գործընթաց, այդ թվում նաեւ ստատիստիկ տվյալները ներկայացված են, դրանք հասանելի են հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական կայքեջում, բայց միաժամանակ նաեւ ներկայացվում են համապատասխան գերատեսչությունների նիգիտություն։ Թվային տվյալների տեսանկյունից կարող եմ նշել, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մարմիններում էապես աճել է նաև բարեվարկության համակարգի տարրերին առնչվող խախտումների քննությունները։ Նախորդ տարվա 23 թվականի ցուցանիշներով դա մոտավորապես 50 է եղել, իսկ արդեն 2024 թվականին շուրջ 150, այսինքն 147 ավելի ստույգ քննություն է իրականացվել։ Դրանք հիմնականում իրականացվել են նույն մարմիններում, այսինքն խախտումների մեծ մասը արձանագրվել է մոտ 12 մարմնում եւ կրկին դրանցից առավելապես քննություններ իրականացվել են պետական եկամուտների կոմիտեում եւ ներքին գործերի նախարարությունում, այսինքն վիճակագրական տեսանկյունից մյուս մարմիններում ավելի փոքրաթիվ քննություններ են իրականացվել տարեկան կտրվածքով։